Սրտանց փարթանք իրոք սիրելիներ։ Մի առողջ հավատքի մասին մի քիչ ուզում եմ խոսել։ Շատ զորավոր խոսք է այս խոսքը։ Այս խոսքի հոգին հասկանալ, սա մեծ բան է։ Որու միջոցով Աստծուն հավատացինք, որ զանիկա մեռնեն հարուց, անոր փառավորություն տվա, որպեսզի ձեր հավատքը, հույսը Աստծո վրա լինի։ Ես նորից եմ կարդում շեշտը դնելով։ Առաջի Պետրոս, առաջի գլուխ 21 խոսք, առաջի Պետրոս, առաջի գլուխ 21 խոսք, որու միջոցով Աստծուն հավատացինք, որ զանիկա մեռնեն հարուց եւ անոր փառավորություն տվավ, որպեսզի ձեր հավատքը, հույսը Աստծո վրա լինի։ Այդ միջոցը Հիսուս Քրիստոս մարդն է, որտեղ նա է միակ անձը երկրի վրա, որ միջնորդ է ամբողջ մարդկությանը, քանզի մեկ Աստված կա, մեկ միջնորդ կա Աստծո մարդկանց մեջտեղ Հիսուս Քրիստոս մարդը։ Առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 5-րդ խոսք։ Ես շատ աղոթներ լսում եմ ժողովրդից։ Այդ աղոթքի մեջ Քրիստոս չկա։ Ոչ էլ հավատքի մեջ Քրիստոս կա։ Կարող է դու ժամերով աղոթես, բայց Քրիստոս չլինի քո աղոթքի մեջ։ Եթե ինքը չկա, մի քանի համար կարդամ, որպեսզի ձեր հավատքը Հիսուս մարդի միջոցով Աստծուն պետք է հավատանք։ Ինչու համար։ Մեղքերի քավություն ինքն արել, թողություն ինքն արել։ Մենք իր վերքերով ենք բժշկվում։ Մենք դժոխքի տառապանքից ազատում ենք Հիսուսի միջոցով։ Հələ տեսեք ինչ ա գրեց։ Ուստի բոլորովին կարող է ապրեսնելու զանոնք, որ իրմով Աստծուն կուգան, բոլորովին կարող է ապրեսնել, առողջացնել, կյանք տալ։ Եթե իրանով չես գնում, ոչ մի օգնություն չունի, որտեղ ինքը միշտ կենթանի է անոնց բարեխոս լալու։ Ու միջոցով ես Աստծուն գնում։ Քո աղոթքի միջոցով, քո հավատքի միջոցով, բայց քո ոչ հավատքի մեջ Քրիստոս կա, ոչ էլ աղոթքի մեջ Քրիստոս կա։ Մենք գիտենք, որ երկնքում ինքը նստած բարեխոսում է մեզ համար։ Հիմա մենք այդ բարեխոսին բանի տեղ չենք տնում, մեր աղոթքով, մեր հավատքով։ Բայց ինքն է միջնորդը, ինքն է ամեն ինչ արողը։ Իրան չես զում, աղոթքիդ մեջ չկա, Տեր աղոթք։ Տեր օգնի, Տեր զորացու, Տեր էսե, Տեր, վերջացավ։ Հիսուս չկա աղոթքի մեջ։ Ոչ էլ հավատքի մեջ կա։ Մի ուրիշ համար կարդամ։ Ինքը մարդացել է եւ տեսեք ինչ արել։ Քանզի Քրիստոս ոչ թե ձեռագործ սրբարան մտավ, հապա բուն երկինքը, որպես հիմա մեզի համար Աստծո առջև ներկայանա։ Հիմի ինքը եկե խաչվե, մարդացե, հարություն առե, գնացել է քո անվան համար ներկայանա իրան, դու բանտեղ չես դնում իրան։ Նա ոնց Աստված ընդունի քեզ։ Ինչ հաշվով ընդունի քեզ։ Այսօր մեռած աղոթներն ու հավատք են դրանք։ Դրա համար ոչինչ չի ստացվում։ Սա կարևոր հարց է։ Կարևոր է, թե կարևոր չի։ Իմ ուրիշ խոսք։ Ենթադրենք մարդը մեղք կա գործել։ Հիմի մարդ ենք, մեղանչել ենք։ Իմ որ այս բաները ձեզի գրեմ, որպեսզի մեղք չգործեք, եթե մեղք գործել լակ, հորքովը բարեխոս ունեք, Հիսուս Քրիստոս արդարը, անիկա մեր մեղքերի քավությունը, ոչ թե միայն մեր ամբողջ աշխարհին ալ։ Նայեք, հիմի մոտիկանում ենք ասում, մեղք ենք գործել, դի զղջանք, դի խոստովանենք։ Բայց եթե չես հավատում, որ ինքը քավել է քո մեղքերը,
քավել է։ Ինքնա քավել քո մեղքը, որ ների Աստված։ Բայց դու հավատաս, որ քավել է Հիսուս, քավել նշանակում է պատիժը կրել։ Ես այս բանը որ բացվավ ինձ հասկացա, Սուրբ Հոգին բացեց այս խոսքը։ Պետք է Աստված իր խոսքի հոգին բացի քեզ։ Ես մի կասեմ ոնց է բացելու։ Էդ էլ կասեմ ու կվերջացնեմ։ Նայեք սիրելիներ։ Հիմա եթե ես հավատում եմ Հիսուս բոլոր աշխարհի մարդկանց մեղքերը քավել է, ասենք ներել է բոլորին։ Ինքը զոհասեղան եղե։ Հին ուխտում էլ կար քավություն։ Քահանան քավություն էր անում, որ թողություն ստանան։ Քավությունը Հիսուս ոնց արեց։ Անարդար ձևով չարեց։ Ամբողջ աշխարհի մեղքը վերցրեց իր վրա։ Վերցրեց թե չվերցրեց։ Հովհաննես ասեց. «Ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե»։ Վերցրեց մկրտությունով։ Խաչի վրա դատապարտեց։ Մենք գիտենք մեղքի վարձքը կրակի լճի մահն է։ Եթե մարդը չի ապաշխարում, իր տեղը կրակի լիճն է վերջնական։ Եթե Քրիստոս կրակի լճի մահը չկրեր, հայրը թողեց նրան եւ գրածա սաստիկ գոչումով արցունքով աղոթեց եւ լսվեցավ իր բարեպաշտության պատճառով։ Դες ինչ զողություն է արել Քրիստոս, ինչ զողություն արել սիրելներ, նայեք սա ինչ ասում, որ իր մարմնի օրերը սաստիկ գոչումով, արցունքով, աղոթք, աղաչանք մատուց անոր, որ կարող էր զինք մահվանեն ազատեց, լսվեցավ իր բարեպաշտության պատճառով, չլսվավ որպես Աստծո որդի։ Սա գրեք Եբրայեցիս 5:7։ Երբ որ հայրը թողեց նրան, նա ճաշակեց կրակի լճի մահը։ Ես այս տառապանքին հավատալով, բացվելով ինձ, մարդիկ ինչ ուզում անեն, ես ներում եմ Հիսուսի քաչարար այրան խաչի զորությամբ։ Դրա համար եմ ներում ես մարդկանց։ Թե չէ պիտի կաներողություն խտին ներեմ, պես ինչ հավատացյալ եմ։ Իմ Հիսուս քավել ամբողջ աշխարհի մեղքը։ Ամբողջ աշխարհի։ Ինչ ուզում արած լինի քավել է։ Կրակի լճի մահը կրելով։ Եթե դու այսպես չես հավատում Հիսուսին, այս միջոցը չես ընդունում, որ նա է քո կյանքը, նա է քո կամությունը, նա է քո բերգությունը, ամեն ինչ նա է, նրա միջոցով Աստծուն հավատացեք, որ զանիկա մերել են հարուց, և նստեցուց հայր Աստծո աջ կողմը և բարեխոսում է բոլորի համար։ Փառք Տիրոջ, եթե սա հասկանաս, ինչ էլ պատահի քեզ դի փառք տաս։ Հոբը, եղբայրներ քուրեր, մեր նման մարդ է եղել, բայց իր հետ դժբախտ դեպք կատարվա, բոլորս հայտնի է։ Դժբախտ դեպք կատարվավ։ Ես զարմանում եմ այս մարդի հավատքի վրա, տեսեք ինչ հավատք ունի։ Բայց տակավին այս մխիթարությունը պիտի ունենամ։ Անվողով ցավի մեջ պիտի ուրախանամ, որ Սուրբի խոսքերը չուրացա։ Եդեմական պարտեզում Ադամն ու Եվան դուրս թռան, բայց այս մարդը 10 երեխեն մեռը, չեմ ուզի ոչ մեկին սենց լինի։ Ես հավատացած եմ, մեկին ասեմ, ուզես հոբի տառապանքներ ապրես, որպես կյանք, ոչ մենը չի ուզի։ 10 երեխեն մեռը, ունեցվածքը լրիվ թալանել են, բոնժատար է։ Ինքն էլ որդնել է։ Բայց այս մարդը հավատք ունի, որ այս կյանքը չի կյանքը։ Իմ ուրախությունը նրա խոսքի մեջ է, նրա խոսքի մեջ կյանք կա և ամեն ինչ կա։ Հենվի իր խոսքի վրա։ Իմ կյանքում եղել է, որ խոսքի վրա հենվել եմ, ինձ զորություն է տվել։ Նրա մեջ կյանք կա, ահա մի խոսք ասեմ, սա հոբի
6-10 խոսքներ, Հոբի 6-10 խոսքներ։ Ինձի այս խոսքը շատ զորություն ա տվել ինձ։ Ես կուզեմ այս խոսքը հավատակ բոլորդ։ Եվ դրա համար շատերը, որ չեն հավատում Աստծո խոսքի վրա վստահություն չունեն, դրա համար իրանց կյանքը չի ստացվում։ Ով է անիկա, որ խոսի, անոր խոսքը կկատարվի, քանի որ Տերը հրամայած չի։ Մի հատ դեպք ասեմ ձեզ։ Մեր եղբայրներից մեկի կինը 6-րդ երեխայով ղի էր, տարիներ առաջ, շատ տարիներ, նադր եղբոր կին էր։ Բժիշկ ասի, եթե երեխեն չանենք, կինդ մեռնում է, որտեղ դրանից թարախ ու արուն է գալիս։ Այս քուրիկ եկավ երիտասարդական, ես երիտասարդական եմ հասկացնում, հոկտեմբեր գյուղում, ասես Պավել եղբայր, ես հավատում եմ, որ ինձի երեխատ ինձի կյանք էլ կտա։ Ասի, որ հավատում ես, քո հավատքի համաձայն աղոթենք։ Աղոթեցինք, նորից 7 հատ երեխա ունեցավ, մինչև միալ կենթանի է, սաղ երեխին էլ ամուսնացրել է։ Եղբայրներ քուրեր։ Հրաման։ Ով անավոր կասի նրա հրամանը կատարի։ Ես հիշում եմ, երիտասարդ էի, 20 քանի տարեկան։ Սարդարբարի անտառում աշտամուկ եմ, մեկ էլ կապիտան եկավ միլիցիան։ Ես ինչ եք հարոզում, ես ինչ եք անում, սկսեց գորգորը կոմունիստների վաղ։ Ասի կապիտան ջան, ցավը տանեմ, աղաչում եմ քեզ, թող խոսքը բրձնեմ, բանդ կտանես, կսպանես, ինչ կանես արա, մինակ թող բրձնեմ։ Խնդրի մարդը խելոք նստավ, լսեց։ Հիմի բրձա ասի քելա, ուր ուզում ես տար։ Ուղիղ տանում եմ քեզ Սև Բերդ Երևանի։ Ես այս խոսքին արդեն ծանոթ եմ, ես խոսքը ընդունել եմ իմ հոգու մեջ։ Ասես աշխարհում իմ վրա մեկը իշխանություն ունի, բացի Հիսուսից, ոչ մեկ իմ վրա իշխանություն չունի։ Ասեց, դու քո Հիսուսնով այդ կոմունիստները շատ են ասում Հիսուսնով որ։ Ես քեզ տանել եմ Սև Բերդ։ Ես ուրախ նորից եմ կրկնում, ասում եմ, եթե Աստված քեզ հրամայեց Հիսուսը տար Սև Բերդ, որ ուզես չտանես, պիտի տանես։ Բայց որ ասես տար հոկտեմբերյան իջսրա թոյթատում, պիտի հոկտեմբերյան իջսեց եթամտում։ Հասանք հոկտեմբերյան, մի խեժումա, ճճումա, արա մերրում եմ, արա իչի գնա, ասի հրաման տվեց Հիսուս, հա տվել այ հրաման, մուրցկեին էլ որոշեցին կախել, բայց խեժ մարդը կախվավ։ Դանելին որոշեցին առուզների գուկսել, ում հրամանը կատարվավ, Աստծո հրամանը հավիտենական է, փառք տվեք նրան, այս հավատքով ապրեք, ձեր միջոցը Հիսուս Քրիստոսն է, մենք հիմա իր անունով պիտի աղոթենք, իր անունով աղոթքը պիտի հասնի տեղ, իր միջոցով պիտի աղոթենք, մեր հույսը, մեր հավատքը միայն իր խոսքի վրա պիտի լինի։ Հոբ ասում էր, ընձի սպանես էլ, ես քեզ եմ ուսալու։ Նա չէր մտածում առողջության մասին, չէր մտածում երեխեքի մասին, նա ինչ էր մտածում, նայեք ինչ էր մտածում։ Երանի թե կարող լայի գտնել զանիկա մինչև անոր աթոռը կեթայի։ Ինքը ումներ ուզում, նրա նպատակը Աստծուն ուզելն է։ Մինչև նրա աթոռը եթամ իրան գտնեմ։ Հոբ 23:3 Երանի թե կարող լայի գտնել զանիկա, մինչև նրա աթոռը կեթայի։ Եվ այս մարդը մինչև իր աթոռը գնաց, աչքերը բացվավ, ասես Տեր, դու ինձ սքանչելի բաներ էիր անում, ես չէի հասկանում։ Հիմա աչքերս տեսնում է քեզ, ականջիներով էլ լսի քո մասին։ Այս տառապանքները նրա համար են, որ աչքերդ բացվի, իրան տնաս, իրա հետևետաս, մինչև իր աթոռը։ Փառավորեք Տիրոջը, սիրելիներ։ Հիմա աղոթքի մասին էլ ասեմ, եթե մեկը այսպես աղոթ կանի, նրա աղոթքը 1,000,000% լսվելու է, 1,000,000%։ Եթե աղոթ կանի, սպասելով սպասեցի Տիրոջը։ Եթե աղոթում ես,
Ես եղբարաղոթես, քուրիգնաղոթես, տեսել տնողարա դրանց թարգ դու այդ բաները։ Դրանք ես կյանք չեն տա։ Նրան սպասի, նրա տեղը իմացի, նրան հանդիպի, նա խոսակո հետ, փառավորեք նրան։ Սպասելով, սպասեցի ծիրոջը, ծռեցավ, ինձի լսեց իմ աղակը։ Հետով անկեղծ աղոթել, անկեղծ ուզեցել մեղքից, տառապանքից ազատվել, Տերը չի լսել իրան։ Ես հիշում եմ իմ կյանքի մեջ։ Նոր հոգի է եղբայրներ։ Այդ մեր դաշտերը, որ ողբից ձենը չլսվեր, մարդիկ չլսեին։ Ասում է Աստված ջան, այս մարմինս մերցրա, Անես մարմին սարքի, որ մեղ չկործեմ, ողբում էի, մինակ գիշեր ցերեկ իրան, և Տերը լսեց, ինչ արեց, տեսեք ինչ անում, զիս կորսյան փոսեն, տղմալից կավից հանեց, անկեղծ աղոթի, փնտրի անկեղծ, արագի, սպասի նրան, ողբով սպասի նրան, նա կծրի կլսի քո աղոթքը, զիս քորստյան փոսեն, տղմալից կավից հանեց, ես պիտի կատարի քո հետ Աստված, բոլոր անկեղծ մարդկանց կատարել է, ոտքերս վեմի վրա մրացուս, քայլվածքս հաստատեց, և բերանս թրավ նոր երկ, ես հիշում եմ այս օրը, հիշում եմ, Երկը ընչեց իմ ներսից, նոր երկը, արեգակի ծակումից առաջ, Քրիստոս արեգակը իմ մեջ ծակեց, փառավորեք նրան, այս աղոթ կարողը անպայման ստանում է, անպայման, ով սենց չի աղոթել, նա տենց կիկոս է կմնա, գնացեք սենց աղոթել սովորեք, Սպասեք տիրոջը, մարդի մի սպասեք, մի հատ հարստամ, եկավ կին աղաղակում էր աղջկա համար, Հիսուս պատասխան չտվավ, և ասեց ես չեմ եկե, Իսրայել կորած ոչխարնեմ, ուրիշն համար չեմ եկե, ես իմ ով է հետի, անարգեց, բայց ես կինը, ասմա երկրպագես նրան, փառավորես նրան, Վերջում էլ անարգեց ասես շներին, պետ չի տալ տղոց հացը, ցածրացրեց ինչ աշճանի, ամենավերջի աշճան, բայց Հիսուս ինչ ասեց, ասեց ով կին հավատքը մեծ է, ինչի էր հավատքը մեծ, որովհետև նա մեծ Աստծուն երկրպագում էր նա, պաշտում էր նա, չլուծվել էր անունելու նա, փառավորելու էր նա գիտեր, մի հատ հարստամ ձեզ, աղկատ Ղազարոսի մասը խա գրած գերքի մեջ, աղկատ Ղազարոս չբժշկվավ, աղկատ Ղազարոսը ողբում էր, մի հատ հավատացյալ չեր այցելում նրան, ես եղել եմ կյանքում աղոթք եմ արել, այդպիսի ապրումներ եմ ունեցել, Տեր Աստված ասել եմ, Երանի աղկատ Ղազարոսի մաս սիրտ ուներ, ես քարոզիչ չլեի, պատասխանատու չլեի, Թող շները լիզեինից, ոչ մեկի չճանաչեն, ոչ մեկը զիմարդի տեղ չդրեն, մինակ դու իմ Իսուս, դուր ես սիրտը, որ տվել ես Ղազարոսին, նա չեր նեղանում ոչ մեկից, չեր բամբասում ոչ մեկին, չեր ամարգում ոչ մեկին, նա ուներ երկնային սիրտ, նա ուներ սուրբ սիրտ, նա տենում էր Աստծուն և գնում էր Աստծու հետևից, փառավորեք Հիսուսին, խնդրեք, որ սուրբ սիրտ ունենաք, որ Աստծուն տենաք, Աստծու հետև եթաք, սպասեք նրան, նա այցելելու է, կանգնենք աղոթքի,